Բարի երեկո, եթերում տոհմածառն է։ Այսօրվա թեման վերաբերում է երեխաների ծեսերի կատարման եւ ժառանգականության փոխանցմանը եւ հատկապես տաղավար տոների ծեսերին, որտեղ մենք կներկայացնենք երեխաների կատարմամբ մի ամբողջ համերգաշար։ Բայց ես ուզում եմ հավատացնել, որ այսօր մեր երեխաների դաստիարակության հարցում ամենապակասը Աստծո դերն է։ Դրա համար ես օգտվել եմ Խաչատուր Աբովյանի նախաշավիղ գրքից, որը դեռ 1830-ական թվականներին երեխաների կրթության եւ դաստիարակման համար պատրաստել էր խաղիկների, երգերի եւ ասույթների մի ամբողջ ժողովածու եւ առաջի բանը, որ աչքի է ընկնում, Աստծո դերի կարևորությունն է այդ երեխաների հոգեվոր դաստիարակության հարցում։ Մեր սերունդը ապրեց մի սատանայապաշտ համակարգում, որի գաղափարախոսության մեջ Աստվածը որպես այդպիսին գոյություն չուներ։ Եվ ահա այդ պակասն է այսօր զգացվում մեր ամբողջ կրթության եւ դաստիարակության համակարգում, որովհետեւ մեր սերունդը իր մաշկի վրա զգաց հոգեվոր մշակութային դաշտի պակասությունը։ Եվ այսօրվա կրթական համակարգը կառուցելիս մենք պետք է վերցնենք մեր մեծերի Խաչատուր Աբովյանի, Ղազարոս Աղայանի, Լևոն Շանթի եւ այն մեծ ուսուցիչների, որոնք ամբողջ դպրոցական կրթական համակարգ էին ստեղծել հայ երեխային ազգային ոգով, ազգային մշակույթով դաստիարակելու համար։ Ահա, եթե բարեկին
Զատիկ տոնը հայերի համար մեծ նշանակություն ունի։ Ամեն տարի հունության զարթոնքի հետ քրիստոնյա աշխարհը հիշում եւ տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։ Ժողովրդական Զատիկ տոնը հաջորդում է Մեծ Պասին։ Մեծ Պասի առաջին օրվա կարևորագույն գործը ակլատիս կախելն է։ Ակլատիս սոխին խփում են 7 փետուր։ 7 փետուրները համապատասխանում են Պասի 7 շաբաթներին։ Յուրաքանչյուր շաբաթվա վերջում հանվում է 1 փետուր։ Վերջին փետուրը հանվում է Մեծ Պասի վերջին շաբաթվա օրը։ Պասի վերջին շաբաթվա օրը ունի իր անունները եւ խորհուրդը։ Երկուշաբթի ջրաղացպանների օրն է։ Այդ օրը բոլորը տանում են ցորեն նաղալու, իսկ կանայք թոնին են վառում, հաց թխում, երեսին էլ կանեփ քսում։ Երեքշաբթի հիմար իմաստունի վիճակը քաշելու օրն է։ Մարդիկ այդ օրը շտապում են եկեղեցի իրենց որևէ մտադրություն ուշակելու։ Չորեքշաբթի օրը բոլորը իրենց տներից վռնդում են չար ոգիներին։ Ավագ-հինգշաբթի խնոցի են հարում, որովհետև այդ օրվա խեժն ու բարիքը շատ է։ Խնոցին հարելիս վրան նստեցնում էին մի գեր երեխայի, որ նրա քաշով կարակ լինի, տակն էլ մի խաչքար էին գցում, որ սատանային փախցնեն։ Ուրբաթ օրը ըստ եկեղեցական տոնացույցի Քրիստոսի խաչելու օրն է, ուստի ուրբաթ օրը սգի օր է եւ շատ աշխատանքներից խուսափում են։ Վերջապես շաբաթ օրը Զատիկի տոնին նախապատրաստվելու օրն է։ Այդ օրը ձու են ներկում, ավանդության համաձայն ներկված հարկիթը խորհրդանշում է աշխարհը, մաքրագրված Քրիստոսի արյամբ։ Դրսի կեղևը նմանակ է երկնքի, սպիտակ թաղանթը օդի, սպիտակուցը ջրի, իսկ դեղնուցը երկրի։ Մեծ Պասի
շաբաթներին, յուրաքանչյուր շաբաթվա վերջում հանվում է մեկ փետուր, իսկ վերջին փետուրը երբ են հանվում է Ստասի հետո հատը։ Ապրիլի վերջին փետուրը հանվում է մեկ Ստասի վերջին շաբաթը հանվում Զատիկի ուտեստներին բնորոշ է նաև ձուկը և չամչով փլավը։ Ձուկը խորհրդանշում է քրիստոնյաներին, քանի որ ձուկն ունի ոսկրային մի մաս, որը խաչաձևած է։ Զատիկի տոնին մատուցված չամչով փլավը նույնպես խորհուրդ ունի։ Չամիչները խորհրդանշում են Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ փրկվածներին։ Զատիկի կիրակի օրը վաղառավոտյան մարդիկ գնում են եկեղեցի քահանայի օրհնությունը ստանալու։ Հատորը եկեղեցական տոնացույցի սխոր է, այդով է խաչվել Հիսուսը։ Հատորը շատ աշխատանքներից խուսափում է։ Վերջապես եկավ շաբաթօրը, Զատկին նախապատրաստվելու օրը։ Այդ օրը ձու են ներկում, կարմրակով համեղ գաթաներ պատրաստում։ Այսօր մի համեղ գեղեցիկ գաթար մեզ համար կպատրաստի Մերին։ Սիրուն նախշեր այնը, վրան բաղալ շակած անեմ, համով մինի հատավ մինի դաստիքին անեմ։ Վերջապես եկավ Զատկի կիրակին, այսօր մարդիկ ուրախ առավոտյան գնում է եկեղեցի քահանայի օրհնությունը ստանալու։ Քրիստոս հայրավ իմեղելով, օրհնալը հայրությունը Քրիստոսի, օրհնվիրը պապավի ձեր դաշտն ու սար, աստ ու ոչխար, կողն ու կթանը, շուտն ու գութանը, վարն ու վաստակը, գլուխն ու տակը, հանն ու անուստանը, օրորն ու այգեստանը, գարնարածն ու հոգտարը։ Քահանայից օրհնություն ստանալով բոլոր շտապում էին դում, համեղ գաթ հավատացնելու։ Այսօր մի համեղ գաթայի Մերյանն է պատրաստել հասնուհեսի համար։ Որ տղա, դու իմ հայոց թագավոր, քո
Դաշի ժամանակ ամենաշատը երեխաները սիրում եք հապիսներ կրվածներ, այնպես չէ։ Այո։ Իսկ կան ձեր մեջ այնպիսիները, որոնք ուզում են իրենց ընկերների հայերի ծնիկներով խաղել։ Այո։ Բայց մենք այսօր չենք խաղի։ Եվ մի իսկական ձվախաղ կկազմակերպենք, լավ։ Ապա Սարգիս, մոտեցիր սեղանին ձվիկները վերցրեք, տեսնեմ ձեզանից ով է ավելի երկար գլորելով։ Ահա, մոտեցիր, նարեք։ Մոտեցիր ձվիկները վերցրեք։ Մի ուղղության վրա գեղեցի կանգնում ենք և պետք է գլում ենք ձվիկները։ Երևի թե Սարգիսինը ամենաշատը գնաց առաջ։ Դե Սարգիս, որպես հաղթող, պետք է բոլոր պարտվանների ձվիկները վերցնես քեզ, այնպես չէ։ Ահա, բոլոր ձվիկները Սարգիսը վերցրեց իրեն։ Վիճակի կամ ինչպես ասում եք, կատնապրի տոնը։ Համարդում եկավ ծակուկը, ատացուկել են անդեր ասում գոգեր, ուջավտիկներ տարերը, ելավ վիճականելու ասույց է։ Համարդում է համարդում բոլքանի սերալերից, այն տանում է վիճականում, վախուց ասում բոլորին։ Եկավ համարդում ծակով զաթարած մեզ աղին ասում, ով է մեզ։ Աղջիկ դու ուր ես, ես տաղրավ եմ, դու յուր ես, ես հանդասնան ես, դու ուր ես։
Համբարձումը շարժական է, այնիշն գնում է ինքշաբթի, իսկ կարևոր իրադարձությունները սկսվում են չորեքշաբթի օրվանից։ Իսկ ամենից ինչ կպատմի մեր չորեքշաբթի օրվա մասին։ Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում է վիճակի տոնը։ Աղջիկների խմբերը 7-ական հոգի դուրս են գալիս ծաղրի քաղաքերում։ Պատի ծաղիկներից փարչի մեջ հավաքում է 7 աղբյուր, 7 բուրջուր, 7 տեսակ ծաղիկ, 7 տեսակ ծաղիկ, 7 աղբյուրի ջուր է աղջիկները այսքան յոթը ծաղիկ քաղել, պապել, սիրո ծաղկեցում։ Կժեն առար դուր է բերում, որ լսնե սապորեին, աղջիկները մնջին կուլուր հավատալին այս տեսին։ Վիճակ, ծաղկե վիճակ, շալե, շապիկ, նաշում, խոճակ, եզը ընտարյան դիրոշ տուրը, ճատկին, զարկին, կարմին ուրը, ջան, ծաղիկ համարսում, վիճակ, չիջան, բարդ մանուշակ, ոսկի կոճակ, տեսեք վիճակն ինչ կուզի, սրտի ուզածն ինչի, սարերով թորեն կուզի, արտերով կարի կուզի, աղջի ման է մանածը, քնակաղ է ծնածը, այսօր վիճակի տան է, դգտնես քո սիրածը, ջան, ծաղիկ, ջան, վիճակ, ջան, Վիճակ, դուրս ելավ, վիճկի մնեն լույս ելավ, ես ինչ բարի բախտ ելավ, ձեզ էլ բարի բախտ լի, ձեր վրա էլ լույս Եկեք վիճակի եկեք, ու բայ բռնեք հայ կակար, ձեր սրտերում թող տեղ գտնի, այս իմ տեսը պատմական Զատիկից 40 օր հետո նշվում է համբարձման, վիճակի կամ ինչպես շատերն են ասում, կատնապրի տոնը։ Այն ընկնում է հինգշաբթի, սակայն տոնական հանդիսությունները սկսվում են չորեքշաբթի։ Վաղ առավոտյան աղջիկների խմբերը 7-ական հոգի դուրս են գալիս ծաղիկ հավաքելու։ Բացի ծաղիկներից հավաքում են 7 աղբյուրներից 7 բուր ջուր, 7 տեսակ ծառից 7 տերև, 7 տեսակ ծաղիկ, հոսող արևից 7 տեսակ քար եւ լցնում փարչի մեջ։ Պատրաստվում էին հարյուրավոր ծաղկեփնջեր։ Հաջորդ օրը դրանք պետք է նվիրաբերվեին։ Պատրաստվում էին նաև ծաղկեպսակներ։ Դրանք նախատեսվում էին իրենց աղջիկներին զարդարելու համար։ Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը՝ ծաղկամերը, որը դրվում էր բուլիկի վրա։ Հինգշաբթին անշուշտ տոնական հանդիսությունների հիմնական օրն է։ Ցանիցուր ծաղկեպսակներ կամ խաչքարների վրա գծված անտեղ իհուշ եւ իհույս ամուսնական պսակի եւ հազարամյա կաղնին ու մյուս նվիրական ծառերը վճնված են շորերից պոկված հազարավոր կտորներով, որոնք կապված են կանաչ ճյուղերից, օրերից մի օր ցավագարությունից բուժվելու հույսով։ Ոչ մի ձեռք չի համարձակվի այդ ծառերից մի ճյուղ կամ մի տերև պոկել։ Հիվանդները այդ լաթերից պոկում են եւ իրենց ցաված տեղերն են կապում։